Մեր թեման կենդանիներն են։ Ինչքան բան կարա փոխի կենդանին մարդու կյանքում, սիրո զգացումը, պատասխանատվության զգացումը ապացուցված է, որ օրինակ երբ որ դու քո կենդանուն շոյում ես, քո կորտիզոլի, ստրեսի հորմոնը իջնում է, ռիսկերն են քչանում սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու։ Շատ կարևոր է, որ երեխաները առհասարակ մեծանան կենդանու հետ, կարևոր է երեխայի համ հոգեկան առողջության համար, համ ֆիզիկական առողջության համար։ Առաջինը դա էմպաթիան է, հա, երեխան սկսում է հասկանալ, որ կա ուրիշ մեկը, ինքն էլ կա էմոցիաներ ունի, իր հետ խաղում է, ընկեր է ունենում ու սովորում է, որ պետք չի վնասել։ Ոստեղ շատ կարևոր է, որ մենք միջամտենք ու սովորացնենք, որ մենք սենց ենք սիրում, սենց չենք սիրում։ Սովորում է, որ դիմացինը ունի իր սահմանները, որտեվ դու որպես ծնող եթե թույլ ես տալի երեխային իրանից թույլի հանդեպ յուրաքանչյուր տեսակի բռնություն կիրառելը ու ոնց որ ձեն չես հանում, ինքը ամրապնդվում է, որ ուրեմն էսի կարելի է։ Պետք է կանխել այդ վարքը մանկուց, շատ մանկուց։ Օրինակ էլ չծառայել, որովհետև կան դեպքեր, երբ որ երեխան հենց ծնողի պահվածքից է վերցնում։ Նաև այն կենդանիների մասին, ովքեր որ օգնում են մարդկանց, ովքեր ունեն ֆիզիկական որոշակի խնդիրներ։ Պավադիր են իրանց ասում, երևի ուղեկցող հայեր են, հիմնական լաբրադորներն են, շփվող են, մարդասեր են, երեխաների հետ են ու շատ համբերատար են, ոնց որ ստացվում է ինքը այդ մարդու փոխարեն պետքա տեսնի, լուսացույցը տարբերի, չգիտեմ, ճանապարհը իմանա, երբ պիտի կանգնի, երբ չէ, մայթը, մի խոսքով, որ զբաղվում ես քոշան հետ, դու ես զգում այդ անգլերեն շատ լավ բառը bonding ասված է, այդ կապը, որ տարիների ընթացքում ամրանում է։ Մի խոսքով հոգատարություն, սեր, երջանկություն խորհուրդ ենք տալիս։